Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի նախաձեռնող կազմակերպիչներ, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի պատվիրակության և Տուրիզմի հայկական ինստիտուտի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Շնորհավորելով հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և հաջողություն մաղթելով գիտարշավի կազմակերպիչներին, Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել նախաձեռնությանը։ Զբոսաշրջության գրավչության առումով փորձում ենք Երևանը առավել հետաքրքիր և հարմարավետ դարձնել զբոսաշրջիկների համար։ Աջակցելով գիտարշավին պատրաստ ենք նաև համագործակցել և նոր ու հետաքրքիր մտահղացումներ և համատեղ ծրագրեր ու միջոցառումներ իրականացնել։ Ողջունում եմ բուհի մեծ առաքելությունը տուրիզմը որպես գիտություն զարգացնելու և բարձրակարգ կադրեր պատրաստելու հարցում, ինչը համահունչ է Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջային քաղաքականությանը, նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը նշել է, որ գիտաժողովի նպատակն է Հայաստանում ի հայտ բերել զբոսաշրջային նոր ռեսուրսներ և որպես ապրանք ներկայացնել արտաքին շուկաներ։ Ռեկտորը հավելել է նաև, որ Երևանը ակնհայտ բարեփոխվել է և տեսանելի են հատկապես կոլորիտային քաղաք ստեղծելուն ուղղված աշխատանքները։ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Յուրի Լագուսևը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության, ինչպես նաև գիտարշավի նախաձեռնության աջակիցը լինելու համար և լիազորված լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Տարոն Մարգարյանին պարգևատրել է ՅՈՒՆԵՍԿՕ ՌՏՄԱ-ի պատվո զբոսաշրջային ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար։ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտորը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել Մոսկվայի կառավարության զբոսաշրջության և հյուրանոցային տնտեսության կոմիտեի նախագահ Շպիլկոյի շնորհավորական ուղերձը։ Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9 Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի վերաբերյալ մենագրություն է հրատարակվելու, որը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի աշխարհագրական ընկերություններին։